Երեկ Նինոցմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ժամանակավոր շինարարական աշխատանքների վերահսկման հանձնաժողովը Սակրեբուլոյի նախագահի ղեկավարությամբ իրենց առաջին աշխատանքային ստուգայցը անցկացրեցին Հեշտիայի գյուղական համայնքում։ Առաջի գյուղը Ուչմանակ գյուղն էր, որտեղ ինչպես տեղական, այնպես էլ գյուղի զարգացման ծրագրից հատկացված գումարներով իրականացվել են բազմաթիվ շինարարություններ։ Ուչմանակ գյուղում կառուցվում է 0-ից արդեն 3-րդ տարին է, ինչպես այդպես էլ նախատեսվել է, կառուցում է հացետուն, որը ծառայում է գյուղի համար, արդեն մոտ 70%-ով կարող եմ ասել ավարտվեց այդ հացետան շինարարությունը, գյուղում դեռ չի սկսվել գյուղամիջյան խմելու ջրի վերջնական վերանորոգման այդ հատվածը այս երկրորդ կսկսվի, մի քիչ առաջ կապ ունեցանք այդ շինարարի հետ, նա խոստացավ այս երկրորդ մեջ կսկսվի եւ մի շաբաթվա մեջ կավարտի աշխատանքները, թերացում կար ջրավազանի մեջ, այդ թերությունը լերևությամբ այսօր պարզվեց հանձնաժողով, որ արդեն կարող ենք ասել, որ լերևությամբ վերացված է, արդեն կարող ենք Հեշտիայից ջուրը ջրապոմպերով մատակարարել, խմելու մաքուր ջուր մատակարարել Ուժմանակ գյուղին, որը գյուղի համար մեծ հիմնախնդիր էր։ Բնակիչ արտարացնում է ամեն ինչով։ Հաշնարստունի սարկած տեղին արդեն պրծնալով են։ Ամեն ինչ սարկած է, մնացել է ներսի գործը։ Շնորհակալ ենք ամեն ինչով տեղին է։ Սա ամեն ինչ տեղին եղել է։ Շրջանի այս գյուղերում 2016 թվականին իրականացվեցին շինարարական մի շարք նախագծեր, ճանապարհների հարթեցման աշխատանքներ, ջրամատակարարման ցանցերի վերակառուցումներ եւ այլն։ Թվարկածներին կումարենք Թորյայում իրականացվող աշխատանքները, որոնց որոշ մասը արդեն ավարտված են։ Թորյա գյուղում դաշտ տանող ճանապարհները լերևությամբ անմխիթար վիճակում էին, արդեն բարևոք վիճակում է գտնվում, վերանորոգվել են այդ ճանապարհները եւ Թորյա գյուղի վարելահողը, որ անընդհատ հորդառատ անձրևներից վնասում էր, ջուրը կանգնում էր դաշտի մեջտեղում, մեծ ջրատար է մաքրվել 1800 մետր երկարությամբ, որը արդեն կարող է փրկել վարելահողը, գյուղատնտեսական աշխատանքները արդեն կատարում են նորմալ վիճակում, շատ մեծ նշանակություն ունեցող գործ է կատարվել Թորյա գյուղի համար։ Բազմատեսակ շինարարական աշխատանքներ իրականացվել են նաև Հեշտիա գյուղում, որը կատարվել է տարբեր ծրագրերով։ Մարզադպրոցում բոլոր տիպի աշխատանքները տարվել են տեղական բյուջեից տրամադրված գումարով։ Գյուղապետարանի վերանորոգման աշխատանքները եւ մանկապարտեզի համար նախատեսված խաղալիքներ եւ այլ տեսակի ապրանքներ կատարվել են գյուղի զարգացման ծրագրի շրջանակում, ինչպես նաև իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, որոնց մասին ներկայացրեց Հեշտիայի գյուղական համայնքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Դարբինյանը։ Շնորհակալությունս հայտնում եմ պետությունից այդ բազմաթիվ ֆինանսավորումների արդիվ շինարարական ֆիրմաներին, կամպանիաներին, ովքեր իրենց աշխատանքները կատարել են, կարող եմ ասել, գերազանց։ Իհարկե ցանկացած շինարարություն կարող է ունենալ շատ աննշան թերություններ, բայց այդ թերությունները կարելի է նույնիսկ անտեսել։ Ես թվարկեմ մեր տարածքի կատարած շինարարությունները Հեշտիա գյուղից, Հեշտիա գյուղում կատարել է բազմաթիվ աշխատանքներ, գյուղական ծրագրերով նախատեսված գումարից վերանորոգվել է մեր գործող, այսպես ասած, շենքի կտուրը, որը նաև ունի գալող տարվա համար նախատեսում է նույնպես վերանորոգման շարունակության կարիք, այդ շենքը լերևության վերանորոգվելուց հետո կապահովի գյուղի ցանկացած բազմաթիվ, այսպես ասած, խնդիրներ լուծելու համար։ Կարող է գյուղում բացվել բանկի ֆիլիալ, կենցաղային այլ ցանցեր, Սակրեբուլոյի Գամգյոբայի կառավարման տեղական կառավարման մարմինների համար հատկացվող սենյակներ եւ այլն։ Դա շատ կարևոր նշանակություն ունեցող շենք էր։ Շենքի վերանորոգումը կատարվել է շատ լավ, ինչքան որ տեսել ենք, ինչքան որ ֆինանսավորվել է։ Դրանից բացի պետական բյուջեով նախատեսված գումարով Հեշտիա գյուղում արդեն կարող եմ ասել իր ավարտին է հասվել երիտասարդների համար սպորտային դահլիճի շատ մի գեղեցիկ
շենք, սպորտ դալիճ, իհարկե դեռ պակասներ կան, այդ պակասներն էլ 2017 թվականին վերջնականապես կլրացվեն։ Դա է ջեռուցումը, էլեկտրաէներգիայի մատակարարումը եւ ինվենտարների ապահովումը։ Մանկապարտեզի համար նորից գյուղական ծրագրով նախատեսված գումարից բազմաթիվ երեխաների համար գեղեցիկ, այսպես ասած, խաղալիքներ, զվարճալիքի առարկաներ ենք ապահովել, դաշտում անասունների խմելու ջրի համար արհեստական լիճ ենք կառուցել, որը շատ նշանակություն ունի անասունների ջրելու համար եւ այսպիսի աշխատանքներ։ Ինչպես նաև կարող եմ ասել հեշտի հայտարարածքի համար ընթացքում վերանորոգվել են դեպի շրջան տանող ճանապարհները, դա ոչ միայն հեշտիա գյուղին, այլ 4 գյուղի համար էլ մեծ նշանակություն ունեցող աշխատանք է կատարվել։ Չնայած որ Ղարումա գյուղը փոքր գյուղ է եւ ունի իր հիմնախնդիրները, սակայն գյուղացիների որոշմամբ ու խնդրանքով գյուղում սկսվեց նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ Ինչպես նշեց Սամվել Դարբինյանը, այնինչ նախատեսված էր այս տարի Ղարումա գյուղում իրականացվել են լիարժեք։ Если гор пагեցին ու ուրիշ հողամասից ո՞ր Մերգում է դրան կանան այդպես կայիշտ։ Ապացի շենքին խաղը դուր էսեք խաչը։ Երբ տուրինչին է բետ։ Случай բառը բաժարը։ Ես գիտեմ որ բաժարնին պետք է Երկու վիխետի ունենա։ Շենքը սարկած բաժարնին եկել է բաժարնի վիխետ։ Ասա մե վիխետ չէ։ Չէ, բաժարնի վիխետ։ Ղարումա գյուղում աշխատանք է տարվել հացետան վերանորոգման համար։ Բավականին վերանորոգման աշխատանք կատարվեց, աշխատանքները ավարտված են եւ շարունակելի սպորտ դալիճի փոքրիկ, արդեն չափերով փոքր սպորտ դալիճը իշքան որ ֆինանսավորված էր, արդեն կդուրի տակ է հասցվել, 1-2 տարվա մեջ եւս կավարտվի երիտասարդների համար, Ղարումա գյուղի համար այդ սպորտային դալիճի շինարարությունը։ Ես կարող եմ ասել, որ մեր շինարարական աշխատանքները կարելի է համարել բավարար ավարտված, դեռ ժամանակ կա փոքր աշխատանքներ ավարտելու, դա էլ հուսով ենք, որ ժամանակին կավարտենք։ Ինչ վերաբերում է, ես նորից խոսքս ուզում եմ ասել շատ տրամադրված ձևով, որ հեշտիա գյուղում, Ուջմանա գյուղում եւ Ղարումա Թոյրա գյուղերում նույնպես այդպիսի ինչ որ ակտիվություն կառաջանա, հասարակության գյուղի հասարակությունը, բնակիչները երիտասարդների ավելի շատ մասնակցությամբ, օրինակ Ուջմանա գյուղում 2 օր առաջ շատ ակտիվ, այսպես հասարակական գեղեցիկ աշխատանք կազմակերպվեց, ձեռբերված փոքրիկ գումարով, 1100 լարի գումարով երիտասարդները ակտիվացան եւ իրենց ֆիզիկական աշխատուժի օգնությամբ մենք կարողացանք հաշտեցնել գյուղի բոլոր փողոցները, այսինքն գյուղ ցանկացած փողոց չնայած է գյուղը փոքր է, բայց այդ փոքրիկ գումարով ցանկացած փողոցներից ասես գյուղը գեղեցկացել է։ Այդպիսի աշխատանք արդեն պատրաստում են կատարելու հեշտիա գյուղի համար նույնպես, ինչ որ երիտասարդների կողմից նույն ակտիվությունով այդպիսի հասարակական աշխատանք կազմակերպվի, այնպես որ գյուղը գտնվում է շատ ակտիվ երուսերի մեջ, կատարում են շինարարական աշխատանքներ, կարծես թե ամեն ինչ հուսալի է։ Հարցազրույց ունենալով Սաքրեբոլոյի նախագահ Սմբատ Գյուրեղյանի հետ, նա ասաց, որ հեշտիայի գյուղական համայնքում կատարած բոլոր շինաշխատանքները կնահատում են բավարար, քանի որ կան աշխատանքներ, որոնք իրականացվել են լիարժեք, իսկ կան աշխատանքներ, որ մնացել են թերի։ Ըստ կանոնակարգի, ըստ օրենքի, Սաքրեբոլոն մունիցիպալիտետի ունի ժամանակավոր աշխատանքային խումբ, որի իրավասությունների մեջ մտնում է Կանգեոբայի, այսինքն մունիցիպալիտետում կատարված բոլոր տեսակի ֆինանսական ծախսերի վերահսկումը, ամփոփումը եւ եզրակացությունը։ Ըստ այնմ էլ այդ հանձնաժողովը արդեն առաջին անգամ չէ որ գործում է, 3 ու նախ ասեմ որ ես արձակուրդում եի, 3 եմ վերադարձել ուրեմն աշխատանքի եւ հենց առաջի օրը ես այդ հանձնաժողովին միացել եմ, գնացել ենք Հեշտիայի տարածաշրջանում աշխատանքները վերահսկելու, ստուգելու եւ ասեմ որ եզրակացությունը երևա այն էր որ որոշ աշխատանքներ կատարված էր շատ լավ, կարելի ասել, իսկ որոշ աշխատանքներ թերություններով էին ավարտված, կարելի ասել թերություններ կային, իսկ
մի քանի աշխատանք ընդհանրապես կարելի է ասել խոտաներ։ Մենք հիմա արարք պետք է կազմենք, որակենք տվյալ տարածքում կատարված աշխատանքների մասին եզրակացությունը Գանգեոբա, որպեսզի Գանգեոբան այդ աշխատանքները նորից կամ լիարժեք ավարտին հասցնի կամ սկսի այն էմանին, որպեսզի մենք կարողանանք տեղեկացնել Գանգեոբային կատարված աշխատանքների կոնկրետ եզրակացության մասին արդեն փաստացի։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի մի քիչ ավելի լուրջ մոտենան ուրեմն մրցույթ կազմակերպությունները, շահառու կազմակերպությունները եւ ինչու՞ չէ, սա նաեւ մեր պարտականությունն է, հանձնաժողովի պարտականությունն է, որպեսզի որպես վերահսկող օրգան մունիցիպալիտետի մենք տվյալ գումարների ծախսերը լիարժեք իմանանք, որ գումարը ինչ նպատակի է ծառայել, ինչ նպատակի է ծախսվել։ Սմբատ Գյուրեղյանի հավաստմամբ նման ստուգումները, թե իրենց թե Գամգեոբայի կողմից թույլ կտա շինարարական կազմակերպություններին կատարել իրենց աշխատանքը որակյալ եւ ժամանակին, իսկ հաջորդ շինարարական աշխատանքների ստուգումը կլինի Գոնդուրայի գյուղական համայնքում։